Ռուսաստան-Ուկրաինա, Իսրայել-Գազա, Իսրայել-Իրան, Իսրայել-Եմեն։ Աշխարհում լարվածությունն օրեցօր է սրվում։ Ուկրաինայի պատերազմը չի դադարում, իսկ Իրանի եւ Իսրայելի հրթիռային փոխհրաձգությունները շարունակում են արտակարգ դրության մեջ պահել Մերձավոր Արևելքը։ Չինաստան-Թայվան գոտում ռազմական պատրաստություններն էլ գրեթե բացահայտ են, լարված են Պակիստան-Հնդկաստան հարաբերությունները։ Միջուկային տերությունները սեղմել են միմյանց շրջապատող օղակները։ Ի տարբերություն առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմների հիմա կա միջուկային զենք եւ մի շարք պետություններ ունեն միջուկային զենք, հետեւաբար այդ իմաստով համաշխարհային պատերազմ, այսինքն կրկնություն այն ամենի, ինչ տեղի ունեցել առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, զուտ ռազմական իմաստով ես դրա հավանականությունը գնահատում եմ շատ ցածր։ Լարվածության քարտեզն օրեցօր ընդլայնվում է, այս ամենը տեղի ունենում այն ժամանակ, երբ միջուկային տերությունները, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Իսրայելը հստակ ուղերձներ են հղում, պատրաստ են յուրաքանչյուր սցենարի։ Եթե հանկարծ նաև հարցին միջամտի մյուս կողմից նաև Չինաստանը, օրինակ, ապա ուղղակի պատկերացնել չի լինի, թե հետագա իրադարձությունների հետագա զարգացումը ինչ ընթացք կունենա։ Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի մասին տարբեր մասնագետներ ունեն տարբեր կարծիքներ։ Մի մասը կարծում է, որ աշխարհը շատ վաղուց է մտել պատերազմի մեջ, մյուս մասը քիչ հավանական է համարում, որ երրորդ աշխարհամարտ կսկսվի, բայց որ առաջատար պետությունների միջև հակամարտությունները վաղուց են սրվել, փաստ է, քաղաքագետ Բենյամին Պողոսյանն է արձանագրում։ Եթե նկատի ունեք աշխարհի առաջատար պետությունների միջև հակասությունների կտրուկ սրումը եւ զենքի կամ զինված ուժի օգտագործումը, ավելի հաճախ օգտագործումը պետությունների միջև խնդիրների լուծման համատեքստում, ապա այդ առումով թերևս կարելի ասել, որ մենք բավականաչափ անկայուն իրավիճակում ենք արդեն վաղուց։ Մենք ասելու նկատի ունեմ ամբողջ աշխարհը։ Երկրորդ աշխարհամարտից հետո երբեք այսքան մոտ չենք եղել երրորդին, ասում է Սողոմոնյանն ու ընդգծում աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ընդ որում ռազմական բախումների հետևանքով։ Ես կցանկանայի ասել, որ մոտ չենք երրորդ աշխարհամարտին, բայց երկրորդ աշխարհամարտից հետո երբեք այսքան մոտ չենք եղել, որովհետև երկրորդ աշխարհամարտից հետո եթե բախումներ եղել են, պատերազմներ եղել են, ապա հիմնականում պատերազմներ եղել են կամ փոքր պետությունների միջև կամ մեծերի ու փոքրերի միջև։ Հիմա պատերազմը տեղի է ունենում այս պահին տարածաշրջանային տերությունների միջև եւ նաեւ գերտերություն եւ տարածաշրջանային տերություն բախում է առկա։ Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը հավանական չի համարում Պողոսյանը, ասում է ի տարբերություն առաջին ու երկրորդ աշխարհամարտերին, հիմա գոյություն ունի միջուկային զենք, փոխարեն աշխարհում ստեղծված վիճակին տալիս է հետևյալ բնորոշումը։ Հիմա ընթանում է ոչ թե երրորդ համաշխարհային պատերազմ, պատերազմի բուն ռազմական իմաստով, այլ ընթանում է տարբեր խոշոր եւ միջին պետությունների միջև հակամարտությունների էական սրում եւ այդ հակամարտությունների կարգավորման գործում զինված ուժի օգտագործման դեպքերի ինտենսիվացում։ Աշխարհը հնարավոր է արդեն երրորդ աշխարհամարտի շեմին է եւ միայն ժամանակն ու քաղաքական իմաստությունը ցույց կտան, կմնա մարդկությունը խաղաղության պայմաններում, թե կրկին կվերապրի համաշխարհային պատերազմի սարսափը։ Մի բան պարզ է, այս պահին շարունակվում է ընդլայնվել ռազմական գործողությունների մեջ մտած երկրների անունների ցանկը, շատերն էլ այսպես կոչված սպասման փուլում են։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։